Այսօր ներկայացնում ենք գրականությունից նախագիծ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, նախագծի ղեկավար Ասատրյան, նախագծի մասնակիցներ Լորեցյան Անի, Խչոյան Գայանե, Միքայելյան Սուսաննա, Սաննազարյան Վարդուհի, Սարադյան Էլեն, Ստեփանյան Անահիտ, Քալաշյան Մարգարիտա։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում հոգևորականի ընտանիքում։ Շատ էր հարգում հորը Թադևոսին։ Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, եղել է հայրս։ Կրթությունը ստացել է հայրենի գյուղում։ Մեր գյուղն ենք հպարտ, լեռների մեջ մի կապատ, խոր ձորերի քարափին, ձերը տված ճակատին, միտք է անում տխրադեմ, ինչ է ուզում, չգիտեմ, պաշ չենք ենտեղ մենք ուտում, ու ջերմ եռանդաղոթում, ժամ ենք գնում ամեն օր, բայց միշտ ցավ էր նորանոր, միշտ մի աղետ, մի վնաս, գալիս է մեզ անպակաս։ Ահա պատմեմ ձեզ մի դեպք, մի պատմություն, որ երբեք հիշատակով տխրալի սրտիս հանգիստ չի տալիս։ Այնուհետև սովորել է Ջալալօղլու, այժմ Ստեփանավանի դպրոցում։ Թումանյանը հաճախ էր օգտվում դպրոցի տեսուչի հարուստ գրադարանից, և այդ ընթացքում 11 տարեկան Հովհաննեսը սիրահարվում է նրա դստեր Վերգինեին, և այդ տպավորությունների ներքո գրում է իր առաջին բանաստեղծությունը։ Հոգուս հատոր, սրտիս կտոր, դասիս համար դու մի հոգար, թե կան դասեր, կան նաև սեր, և իմ սարմանքի մաղավնյակ, որ կենտանի մի պատանի, սերը սրտում, դասը սերտում։ Այնուհետև բանաստեղծը կրթությունը շարունակում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով թողնում է ուսումը և սկսում է աշխատել։ Նա սկսում է ստեղծագործել 1870-ական թվականներից։ Նրա առաջին ստեղծագործությունը, որը նրան մեծ համբավ բերեց և դարձել է հայ մանուկների ամենասիրելի ստեղծագործությունը, Շունն ու կատուն էր։ Ժամանակով կատուն ճորն էր, շունն էր գլխին գտար չուներ, միայն գիտեմ ոչ որդի անց որդի, ճամպրել էր մի գարան մորթի, եկավ մի օր ձմեռվա մթին, կատվի կուշտը տարավ մորթին, տարաճողում ուստափիսով, գլուխս մրսեցի սեր աստծո, առես մորթին ու ինձ համար մի գտակ կարի գլխիս համար, վարձիդ համար մի ամիտ մնա, համար շտակ չուշանա, Աշկիս վրա կերի խուչի, մի գտակա հոմիքուկ չի, քու թանգանքի խատե համար, ուր պատորը համեցեք տար, հողի մասին ավելորդ տա, մեր մեջ խոսելն էլ ամոթ ա, ինչ մեզ բանա դոհեր օրտնած,